Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, 2026 թվականի առաջին հաղորդումը, մենք հոգևոր թեմայով ենք որոշել կազմակերպել, մեր հյուրը Արագածոտնի թեմայի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանն է, բարի օր ձեզ Տեր Հայր, օրհնեցեք, շնորհակալ եմ, որ պատիվ արեցիք ինձ եւ ներկա եք հաղորդմանը, 2026 թվականի առաջին հաղորդումն է։ Աստված օրհնի, բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար, սիրով։ Երկրորդ շնչառությունը ձեզ էլ տեղեկացնեմ, որ անդրադառնում է 65 եւ ավելի տարեկան անձանց խնդիրներին, իրենց ուզող թեմաներին, առողջապրելակերպ, սննդակարգ եւ փորձն էլ ցույց է տալիս մեր հաջողությունների պատմությունների շարքում տարեցներ են, որ արդեն նյութականից, այսպես ասած, հագեցած, ասենք, կշտացած, դրա սին լինելը հասկացած, ավելի դեպի հոգևորն են գնում եւ կարծես ավանդույթ լինի, մենք տարեկան առնվազն մեկ անգամ նաև ունենում ենք այսպիսի զրույցներ խոսելու ավագ սերնդի կարևորության, մեր մի քիչ վերջի մասին մտածելու անհրաժեշտության մասին։ Ինչ է Աստվածաշունչն ասում ավագ սերնդի մասին տարեցների համար, եթե կարելի է այսպես ասել, ինչ կարգավորումներ կան, ինչ ուղղորդումներ կան։ Շնորհակալ եմ հարցերի համար եւ շատ կարեւոր է մեզ համար, հայ առաքելական եկեղեցու համար, ընդհանրապես քրիստոնյա աշխարհի եւ քրիստոնյա մարդու համար այս թեման շատ կարեւոր է։ Ինչ է ասում Աստվածաշունչը այս թեմայով։ Ուրեմն շատ հետաքրքիր մի բան կա։ Մենք բոլորս գիտենք տասնաբանյա պատվիրանների մասին, որ առաջին այսպես սուր, շատ կարևոր պատվիրաններ են մարդու կյանքը կազմակերպելու համար։ Առաջին պատվիրանները վերաբերում են Աստծուն, երկնքին։ Եվ պատվիրանը, որ հաջորդում է Աստծուն վերաբերող պատվիրանին, տեսեք առաջին պատվիրանը որն է։ Ես եմ քո Տեր Աստվածը, շաբաթ օրը սուրբ պահիր եւ այլն, այսինքն ամեն ինչը վերաբերում է երկնքին, դրան անմիջապես հաջորդում է հետեւյալ պատվիրանը. պատվիր հորն ու մորդ։ Եթե մենք մեր բանաստեղծներին, մեր հայ գրողներին եւ առհասարակ մտածող մարդկանց ուղղությանը նայենք, հետևենք, շատերը բանաստեղծորեն ասում են, որ մեր ծնողները, մեծերը, մեր պահապաններն են, նույնիսկ չափազանցնում են, երբեմն ասում են, մեր Աստվածն են երկրի վրա, ինչի համար են դա ասում, հիմք ունի, խորք ունի, որովհետև եթե Աստված մեզ ստեղծել է բոլորիս, մեզ էլ բոլորիս ստեղծել են այսպես, մեր ծնողները, մեր հայրերն ու մայրերը։ Այսպես, ուրեմն Աստվածաշնչով արդեն իսկ, եթե կարելի այդպես ասել, ամրագրված է այս կարևոր մոտեցումը մեծերի նկատմամբ, տարեցների նկատմամբ։ Ճիշտ է, տարեց ասված ինձ համար մի քիչ հարաբերական է, որովհետև երբ որ մենք շփվում ենք Փառք Աստծու շատ տարեցներ ունենք մեր եկեղեցիներում, իրենք հոգով, սրտով, մտքով այնպես երիտասարդ են ու ոգեշնչող, որ երբեմն համանչում ես իրենց ասել, ուրեմն տարեց մեծ։ Փառք Աստծու, որ մենք շփում ենք իրենց հետ եւ Փառք Աստծու, որ մենք քրիստոնյա ենք ու հետևում ենք այս պատվիրանին։ Ամեն դեպքում փորձում ենք հետևել, ամեն ինչ անում ենք, որ պատվենք մեր ծնողներին։ Իսկ նոր կտակարանում արդեն, երբ որ կարդում ենք Պողոս առաքյալ օրինակ, իր թղթերի մեջ շեշտում է հնազանդությունը։ Հնազանդությունը ծնողի, ավագների նկատմամբ։ Ուրեմն սեր եւ հնազանդություն։ Սա կարմիր գիծն է, սա այդ կարմիր թելն է, որ ամբողջ սուրբ գրքով գնում է եւ եկեղեցին էլ իր մտածելակերպը այսպես խարսխում է սուրբ գրքի վրա հիմնավորապես։ Տեր Փարեն, որ ասում ենք հնազանդություն, 21-րդ դարն է, մոտեցումները տարբեր են, մեզ յուրաքանչյուրն էլ անպայման մի օր հաստատ գլուխ է բարձրացնում, ծնողին քննադատում է, կարծում է, որ այ ճիշտ կլիներ այսպես վարվել, այսպես ասած հնազանդ հեզը զավակները շատ չեն, մենք ինքներս էլ ծնող ենք եւ տեսնում ենք, որ սերունդն էլ այնպես է, որ քննադատական մտածողություն ունի ու մի տեսակ այս առումով բավականին հեռու ենք ձեր նշած պատվիրաններից, չգիտեմ, իմ շուրջը ամեն դեպքում ես սա եմ տեսնում, անհնազանդների մեջ եմ գուցե, չգիտեմ, բայց ամեն դեպքում այս հակասությունը ոնց լուծենք, եթե այդպեսին դուք էլ տեսնում եք, որ կա։ Այդ հակասությունը եթե կա, իհարկե մենք ապրում ենք հասարակության մեջ եւ տեսնում ենք ինչ որ ոչ ընդունելի երևույթներ, բայց այստեղ խնդիրը ըստ իս գիտեք որն է, որ մենք շատ հաճախ շփոթում ենք հնազանդություն եզրը ենթարկվել եզրի հետ։
երբևիցե Աստվածաշունչը չի ասում ենթարկվիր ծնողին։ Ընդհակառակը Պողոս առաքյալը իր թղթերից մեկի մեջ, Եփեսացիներին ուղղված նամակի մեջ, երբ որ խոսում է, որ պիտի զավակը հնազանդվի իր ծնողին, նախադասության շարունակության մեջ ասում է շատ հետաքրքիր մի բան, ասում է ծնողներ մի բարկացրեք ձեր զավակներին։ Երկրորդ մասը չեք իմացել։ Ուրեմն այստեղ Աստվածաշունչը խոսում է ներդաշնակ հարաբերության մասին, փոխադարձ հարաբերության մասին, առողջ հարաբերության մասին եւ երբևիցե որևէ ընդունելի մոտեցում, փիլիսոփայություն կլինի նամանավանդ քրիստոնեությունը երբևիցե այս քննադատական առողջ քննադատական մոտեցումը երբևիցե չի մերժել։ Բնականաբար ծնողներին պիտի դու էլ խորհուրդ տաս, դու էլ խրատ տաս, փոխադարձ պիտի լինի, դա պիտի հիմնված լինի սիրո վրա։ Քրիստոնեությունը սեր է։ Դա կա երկու ստեկ պիտի լինի։ Երկու ստեկ երբ որ լինում է ամեն ինչ, կարծեք թե նման է այր եւ կին հարաբերությանը։ Երբ որ ասում ենք կինը պիտի հնազանդ լինի, ոչ թե ենթակա, ոչ թե ստրուկ, այս հեզության խորհուրդն է, մյուս կողմից էլ տղամարդը պիտի տեր կանգնի, խնամք տանի։ Միակողմանի, երբ որ հարաբերությունը արդեն սկսվում է խարսխվել միակողմանի մոտեցման վրա, հարաբերությունը ուշ թե շուտ ավերվում է։ Շատ ճիշտ բան եք ասում։ Խնամքին անդրադառնալով ինչ որ մի պահից մեր ծնողները մեր խնամքի կարիքն են զգում ավելի խորը տարիքում, ավելի մեծահասակ ժամանակ։ Այս առումով տեսնում ենք, որ հասարակության մեջ երբեմն պատահում է, որ զավակները հրաժարվում են ծնողական պարտականությունը կատարել, երբեմն արտերկրում են օբյեկտիվ պայմաններով։ Այս մասով լուծումները որտեղ եք տեսնում։ Ամեն դեպքում մարդը պիտի ունենա այդ պարտավորությունը մինչև կյանքի վերջ իր ծնողին հասցնելու մինչև վերջը։ Շատ հետաքրքիր մոտեցում ունի մեր եկեղեցու ծիսակարգը։ Ես խոսեմ երկու ծիսակարգերի մասին։ Առաջինը պսակի խորհուրդն է, որտեղ աղոթքներից մեկի մեջ քահանան մատնանշելով պսակվող աղջկան եւ տղային ասում է թող տեսնեն իրենց որդիներին։ Այսինքն ի սկզբանե նախանշվում է, որ պիտի իրենք ունենան ընտանիք եւ այդ ընտանիքը պիտի լինի առողջ, ավանդական եւ մինչեւ խոր ծերություն պիտի ապրեն միասին։ Երկրորդ ծիսակարգը վերջին հաղորդություն տալու վերջին թոշակ է կոչվում, այդ ծիսակարգն է կարելի ասել խորհուրդ, ճիշտ է, մեր եկեղեցու 7 խորհուրդներից մեկը չէ, բայց այնտեղ սուրբ հաղորդություն է տրվում նրան, ով արդեն իր կյանքի մայրամուտին է, ուրեմն խորհուրդ է։ Այստեղ հետևյալ ցուցումն է տալիս Մաշտոց Ծիսամատյանը գիրքը, ասում է, որ մեծահասակը արդեն մահվան մահճում գտնվելիս կանչում է իր մոտ իր ընտանիքի անդամներին եւ իր օրհնությունն է տալիս, կտակն են բացում եւ այդպես ննջում է սուրբ հաղորդություն ստանալուց հետո ննջում է։ Ուրեմն եկեղեցին վաղուց ի վեր ամրագրել է այս ծնողների նկատմամբ վերաբերմունքը։ Բայց ցավոք սրտի դուք ճիշտ ասացիք, հիմա շատ պարագաներ կան մեր շրջապատում, շատերը օբյեկտիվ, սուբյեկտիվ չենք դատում, գտնվում են արտերկրում եւ մենք մեր շրջապատում տեսնում ենք, որ շատ ծնողներ միայնակ են։ Երբեմն շատ անուշ այսպես արարքներ են անում նաեւ մեր ծնողները, եղել է դեպք, որ մեզ քահանաներից պատարակից հետո անպայման հրավիրել են իրենց տուն եւ ասել են, խնդրում եմ, մեզանից տարիքով մեզ մեր տատիկ պապիկների տարիքին ասել են, խնդրում եմ այս քաղցրը կեր, խնդրում եմ այս իմ ձեռքով պատրաստած պատարը ճաշակիր, ես համարեմ, որ իմ տղան է կերել։ Եվ ուրախանում ես, եւ ավելի շատ տխրում ես։ Սա կա մեր զավակները, մեր տարեցների զավակները, ովքեր արտերկրում են գտնվում, ամեն ինչ անում են բնականաբար, նույնիսկ ուզում են, որ իրենց ծնողները գնան իրենց մոտ ապրեն, բայց չեն կարողանում, որտեղ մարդիկ այդտեղ ծնվել են, մեծացել են։ Ինձ համար մի երազանք է դա, որ ի վերջո բոլորը վերադառնան եւ այդ Ծիսամատյանի մեջ ամրագրված այդ օրհնությունը իրողություն դառնա, որ չմտածեն ինչ է անում հիմա իմ ծնողը, որտեղ քնեց, որտեղ արթնացավ եւ երկու ստեկ ծնողն էլ չմտածի, որովհետեւ կարողանան խնամք տանեն, ապրեն ուղակի իրար հետ, մեկը մյուսին խնամք տանեն։
Կան նաև ցավոք սրտի վատ երևույթներ, երբ զավակները այստեղ են եւ ծնողները նորից խնամքի կարիք ունեն, բայց այդ խնամքը չեն ստանում։ Գիտեք, անհատական է, ամեն ինչ անհատական է, եկեղեցին հիմնված է չդատելու սկզբունքի վրա։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, առանձնակի զրույցներով, այցելություններով, ամենակարևորը մեր աղոթքով, որ այդ ամեն ինչը հարթ լինի, ճիշտ մեր Աստծու ուզածով լինի առաջին հերթին։ Հետո այդ առողջ մթնոլորտում ապրեն մեր ընտանիքները։ Տեր Փարեն, ծառայության բերումով դուք շատերին եք ճանապարհել երկինք, չգիտեմ ոնց ձևակերպեմ, մասնագիտական տերմիններ կա, ամեն դեպքում ես ոնց հավատում եմ, այդպես կասեմ, շատերին եք ճանապարհել դեպի երկինք, կյանքի վերջի րոպեներին, տարեց մարդիկ։ Ինչ են ուզում, եթե կկարողանաք ուղղակի այսպես մտովի վերլուծել կամ ինչ-որ գտնել, ինչի համար են ափսոսում, կյանքի վերջում մեզնից յուրաքանչյուրը։ Հիմնականում մարդը ես հասկացել եմ, որ բոլորը նյութականի ունայնությունն են հասկանում, եթե մինչ այդ չէին հասկացել, բայց դուք ինչ կնշեք կյանքի վերջում մարդուն ինչ է պետք։ Ես մի օրինակով կուզեմ խոսել, հետո փորձենք ընդհանրացնել։ Ես հիշում եմ, երբ որ ծառայում էի Շիրակի մարզում, Շիրակի թեմում, գյուղերից մեկում մի մարդ մահվան մահճում էր, եւ ինձ կանչեցին, ասել էր Տեր հայրին կանչեք անպայման թող գա եւ ինձ աղոթք քանի։ Գիտեին բոլորը, որ պիտի ժամեր են մնացել այդ մարդուն։ Բոլորը զարմացել էին։ Ինչու՞, որովհետեւ այդ մարդը ամբողջ կյանքում աթեիստ է եղել։ Երբ որ ես գնացի այդ մարդու մոտ, ինձ մի բան խնդրեց, Տեր հայր մերն ասենք։ Եվ ինձ հետ միասին ծայրից ծայր հայր մեր աղոթքն ասաց։ Գիտեր հայր մերը։ Բոլորը նույնիսկ զարմացել են։ Ես չգիտեմ, չեմ ուզում պատճառների մեջ խորամուխ լինել, միգուցե ինքը թաքուն քրիստոնյա էր, բայց իր արարքներով ինքը իրեն պատմում էին ամեն դեպքում, որ այդ մարդը ոչ քրիստոնյայի, այլ կյանքով է ապրել։ Եվ շատ ուրիշ դեպքեր էլ ես եթե ընդհանրացնելով ասեմ, աղոթք են ուզում։ Աստծուն են ուզում։ Մենք այս ժամանակավոր կյանքի մեջ գտնվելիս երբեմն շատ սխալի մեջ ենք, որովհետև երբեմն մեզ թվում է, թե մենք անմահ ենք։ Մենք միշտ ապրելու ենք այս աշխարհի վրա։ Դրա համար երբ որ հետևենք քրիստոնեական մտածելակերպին, քրիստոնեական մտածելակերպը մեզ սովորեցնում է, որ մեր նպատակը երկնքի արքայությունն է։ Քրիստոս իզուր չէր ասում. Ես իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ որտեղից եկա եւ ուր եմ գնում։ Ուրեմն տարեցներ այս վերջին իրեն շնչին, ինչի համար են իրենք օրինակ ուզում իրեն զավակին տեսնել։ Միգուցե խռովված են, գժտված են, նույնիսկ եղել են դեպքեր, որ դուք եք լսել, բոլորս տեսել ենք, նկարն են բերել զավակի, տեսել եւ հանգիստ հանգչել է։ Շատ է պատահում, ասում են սպասեց տղան գա, սպասեց աղջիկը գա, այսինքն մահվան մահճում մարդիկ սպասում են իրենց զավակի վերադարձին, եթե օտարության մեջ է ու նոր հանգիստ։ Ինչ է դա ըստ իս հաշտությունն է, իրենք ուզում են մաքուր խղճով, մաքուր մտքով։ Դրա համար եկեղեցին մեղաներն է կարդում, որ մարդը վերջնականորեն մաքրվի, սրբվի եւ նոր իբրև մաքուր սպիտակ զգեստներով ներկայանա Աստծուն։ Ուրեմն մեր տարեցները մանավանդ մահվան մահճում գտնվողները Աստծուն են փնտրում։ Մենք երբեմն չենք հասկանում դա։ Որքան էլ որ գիտելիք ունենք, իբրև թե կարդացած ենք, շրջապատ ունենք եւ այլն, բայց Աստծուն փնտրենք մեր կենթանության օրոք, մեր յետասարդ տարիներին։ Երկու բան ասաց Հիսուս Քրիստոս։ Սկզբից ասաց երկնքի արքայությունը ի ներքս ի ձեզ է, այսինքն երկնքի արքայություն ձեր ներսում է, եւ երկնքի արքայությունը պիտի գա։ Ուրեմն այստեղից պիտի երկնքի արքայության թելի փոչից բռնենք, եթե այսպես պատկերավոր ասենք, որպեսզի գնանք դեպի Աստված, դեպի երկնքի արքայություն։ Եվ այո, մեր տարեցները, մեր ծնողները, տատիկ, պապիկները մահվան մահճում աղոթք են ուզում, եւ այդ աղոթքը վարակիչ է։ Շատ ցավալի, բայց մյուս կողմից շատ հետաքրքիր եւ խորհրդավոր տեսարան է աչքիդ առջև գալիս։ Երբ որ դու գնում ես մահվան մահճում գտնվող մարդուն, տատիկին կամ պապիկին հաղորդություն տալու, ամբողջ Գերդաստանը հավաքված է եւ իրենք լուր արտասվում են ու աղոթում են։ Աղոթքի բառեր իմանան թե չէ։ Եվ ծանր պահ է եւ
կամ գիտակցաբար, կամ ենթագիտակցաբար, բայց ես ավելի շատ կարծում եմ գիտակցաբար իրենք Աստծուն են փնտրում։ Իրենք ճանապարհում են։ Ինչի է կոչվում թաղման կարգը հուղարկավորություն։ Հուղարկավորությունը գրաբարյան տերմին է, որ կոչվում է ուղի գցելու արարողություն։ Ի ուղի արկանել։ Իսկ ուղի գցում ես այն մարդուն, ճանապարհ է գնում, որ գիտես ուր է գնում, որտեղից եկա եւ ուր եմ գնում։ Եթե դու չիմանայիր, եկեղեցին չիմանայիր ուր է գնում, ուրեմն հուղարկավորություն բառը չէր գործածվի։ Ուրեմն մենք հավատում ենք, մանավանդ մեր մեծերը այդ ոչ նյութական հոգևոր սկզբունքներով ապրող են։ Հրաշալի ասված։ Տեր Փարեն, աշխատանքային օրենսգրքում փոփոխություն արվեց եւ 65-ից հետո մարդիկ աշխատում են այնքան, որքան կարող են եւ ընդհանրապես պետությունը որդեգրել այդ մոտեցումը, որ ծառայեն մինչեւ վերջ, այսինքն տան մինչեւ վերջ պոտենցիալն իրացնեն։ Հոգևորականների պարագայում ես ուղղակի մասնագիտական հետաքրություն մինչեւ երբ են ծառայում եւ ինչպես է որոշվում, որ արդեն մարդը ի վիճակի չէ ծառայել, որովհետեւ մեզանում ունենք անվերապահ հեղինակություն ունեցող հոգևոր հայրեր, թեմի առաջնորդներ, երբ է ծառայության, այսպես ասած, վերջնաժամկետը կա այդպիսի բան, թե մարդը ինքն է որոշում, կարգեր կան, հետաքրքիր կներ իմանալ։ Մեր հոգևորականների պարագային մեր ծառայությունը երբեք գործ չի կոչվում։ Մենք ծնվում ենք Սուրբ Խորանի վրա, նոր անուն են տալիս մեզ եւ ծառայում ենք այնքան, որքան մենք կարողանում ենք, որքան մեր առողջությունը թույլ է տալիս։ Ամենաերկար արարողակարգը մեր եկեղեցու մեջ Սուրբ Պատարագն է։ 2 ժամ տևող եւ եթե հաղորդվողները շատ լինեն, ավետարանին մոտեցողները շատ լինեն, ել ավելի երկարը տևում։ Եթե դու կարողանում ես առողջականդ, ֆիզիկականդ ներում է, դու ծառայում ես մինչև քո կյանքի ավարտ։ Բայց մենք ունենք մեր թեմերում փառք Աստծո շատ քիչ, որովհետև հիմա անդրադարձ արեցի մեր հոգևորականները առողջ են, փառք Աստծո, կամ մենք Աստծով առողջ ենք ցույց տալիս մեզ, ուրեմն այն հոգևորականները եղել են դեպքեր, որ տարեց հոգևորականներ են եկել են որևէ թեմ, որտեղ որ ծառայել են, իրենց ծերությունն են վայելել։ Ես հիշում եմ, երբ որ տարեց հոգևորականները գալիս էին պատարագի, իրենք ներքևում նստում էին, ժամն էին օրհնում, այսինքն հայր մեր աղոթքի սկզբի այդ բառերն էին ասում եւ պատվով մնում էին։ Եվ հոգևորականը, մանավանդ ամուսնացյալ հոգևորականը, քահանան ինքը ունի ընտանիք։ Եվ այսպես մենք խոսում ենք խնամքից, այդ խնամքի վրա հիմնվելով նաեւ իր զավակներն են ապրում, խնամք տանում իր նկատմամբ։ Այսինքն հոգևորականի համար չկա ժամկետ, չկա որ 65 տարին լրացավ, հոգևորականը պիտի գնա թոշակի կամ 70 եւ այլն։ Հոգևորականը մինչեւ իր կյանքի ավարտը ուխտ է արել, երբվել է, որ ծառայի մինչեւ վերջ Աստծով ժողովրդին։ Հրաշալի մոդել է, որ վատ չէ լինի նաև կիրառել աշխարհիկ կյանքում, այսպես ասած։ Արդեն ասացի, որ սա 2026 թվականի առաջի հաղորդումն է։ Մեզ էլ լավ բաներ կամեցեք եւ ասացեք, որ հույս տվեք, որ եկեղեցու համար այս դժվար օրերը անպայման հանգուցալուծումները, որ կլինեն իշահ մեր ժողովրդի, իշահ հայ առաքելական եկեղեցու։ Ինչպես միշտ ասել ենք, մենք լիահույս ենք։ Եկեղեցականի սրտի մեջ վախը, հուսահատությունը տեղ չունեն։ Գիտենք, հուսահատությունը մեղք է, եւ մենք դա խնդրում ենք, փոխանցում ենք եւ ինքներս մեզ ենք միշտ համոզում։ Ես վստահ եմ, որ մեր եկեղեցին ել ավելի ուժեղացած շարունակելու իր ճանապարհը, իր ուղին է շարունակելու, որովհետեւ մեր եկեղեցին միայն մենք սևազգեստ այս անձերս չենք, հոգևորականներս չենք։ Եկեղեցին Աստծով քահանաներն են, հոգևորականներն են եւ ժողովուրդը։ Եկեղեցու կառույցի գլխին կանգնած է վեհապար հայրապետը իր ամենօրյա օրհնությամբ, իր ամենօրյա աղոթքներով։ Ես մաղթում եմ ամենակարևորը սեր, որ ատելությունը մարդկանցից ի վերջո դուրս գա։ Այո, կլինեն դեպքեր, որ դու համաձայն չես լինի դիմացինիդ հետ, եւ դա բնական է։ Ավելի լավ է այդ անհամաձայնությունը դիմացինիդ աչքերի մեջ նայելով ասես,
քան այդ կրակի վրա անընդհատ յուղ լցնես, որպեսի բորբոքվի։ Աստվածաշնչի մեջ կա մի այսպիսի տող, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում, եւ անօրենության շատանալուց սերը կցամաքի։ Մենք ամեն ինչ անենք, ամեն մեկս մեր տեղում այդ անօրենությունը պակասեցնենք։ Եթե ունենք խնդիր, նայենք իրար աչքերի մեջ ասենք, աղոթենք մեկս մյուսի համար։ Միայն մեզ համար չաղոթենք եւ ամեն մեկս մեր տեղում սեր տարածենք։ Միտված լինենք ոչ թե խնդիրները բարթացնելու, այլ միտված լինենք խնդիրները լուծելու։ Եվ իմանանք, որ գոյություն ունի ապաշխարության կարգ, ներողություն խնդրելու, այսպես կոչված, եթե թույլ տրվի ինձ ասել, ինստիտուտը կա, եկեղեցին ապաշխարությունը խորհուրդ է համարում։ Սխալի ցանկացած փուլում կարելի է, այո։ Ես խնդրում եմ բոլորին, ինձանից փոքրերին եւ մեծերին, մի ամանչեք ներողություն խնդրելուց, կանգ առնելուց, մի ամանչեք, եկեք չամաչենք մեր սխալները ընդունելուց եւ ամոքվելուց հետո շարժվենք դեպի առաջ։ Վստահ եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարերի խորքից եկել է եւ դեռ դարեր էլ պիտի գնա, որովհետեւ հայ եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն է, իսկ Հիսուս Քրիստոս ասում էր. Իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ որտեղից եկա եւ ուր եմ գնում։ Եկեղեցին էլ գիտի որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Եվ ուր է առաջնորդում մեզ։ Շնորհակալ եմ Տեր Պարեն այս հետաքրքիր զրույցի համար։ Աստված օրհնի բոլորին։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։